Ողջույն իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, հուսով եմ լավ եք, ես նույնպես լավ եմ։ Դուրս եմ եկել տանից, ուր եմ գնում։ Գնում եմ մատնահարդարի մոտ, արդեն բավականին աճել է, գնում եմ, այսօր օր ունեմ, սիտաուն էի գնում եմ իր մոտ մատերս հարդարելու։ Ոտքով եմ գնում, ճիշտ է մեզ մոտ, ես մտածեցի հով է, որովհետև ամռայլ է, անպամած է, բայց չէ, ավելի տոթ է, այստեղ տոթ է ավելի, որովհետև խոնավությունը շատ է, դրանից երևի շոկ է լինում, եթե 20-22 աստիճան է, արդեն շոկ է մեր մոտ, որովհետև այլ եմ ասում, խոնավությունը շատ է, այդպես Երևանում այդպես չի, ավելի չորային է։ Օրինակ Մադրիդում չորային ավելի, քան այստեղ Բարսելոնայում։ Մենակ գնում եմ, ոտքով գնում եմ, ավելի տրանսպորտով։ Ամուսնուս հետ երևի հետ կդառնանք տուն։ Առայժմ գնամ, չուշանամ, հետո նորից կմիանամ ձեզ։ Արդեն եկել է այն ժամանակը, որ չես կարող ոչ հարթուկես մազերդ, ոչ ֆենես, մենակ բարձր կապես ու դուրս գաս տնից։ Հեսա որ մի քիչ հետաքրքիր ընկավ, բարձր կապելու եմ ու դուրս գամ։ Ես ասում եմ Իսպանիայի պրիչոսկա դա։ Այստեղ ամբողջ ամառը այդպես է ու արդեն տեսեք, մի փոքր հարդարվել եմ շոկից, այսպես արդեն լղոզվում է։ Դրա համար արդեն ամռանը ոչ մազերը հարդարում եմ, ոչ հիմա հարդարվում եմ, հնարավոր չի, որովհետև այստեղ խոնավա շատ շոկ է լինում։ Ժողովուրդ ջան, տեղ եմ հասել արդեն մտա արաբների խանութից մի հատ ջուր առա, որովհետև ահավոր տոթու շոկ է ու հեսա համարյա հասնում եմ։ Հիմա ուզում եմ ցույց տամ, ես Բարսելոնայի ոչ կենտրոնական ծայրամասերից մեկում եմ, ուզում եմ ցույց տամ, թե ինչպեսին է, միշտ կենտրոնն ենք ցույց տալիս, հիմա ծայրամասը ցույց տամ։ Ահա, տեսեք, այսպեսի մի հատ նեղլիկ փողոցը, չորս բոլորը տներ են։ Սա Բարսելոնայի ծայրամասերից է, այստեղ ապրում են շատ բազմաթիվ ազգեր, տարբեր ազգեր ու այստեղ հայեր շատ կան, մարոկներ են ապրում, պակիստանցիներ, իսպանացիներ, ռուսներ ու հայերներ շատ կան այստեղ։ Վերջացրեցի, դուրս եկամ, այսպիսի ամառային գույն, չնայած նախորդն էլ էր ամառային, բայց սա ավելի չհոգնեցնող գույն է, բաց գույն է։ Հիմա ամուսինս եկել է, տեսեմ որտեղ է կանգնել, միասին գնանք տուն։ Տեսեք, այստեղ ֆերիա է եղել, այսինքն կարուսել, պարկինգն է, ու այստեղ կարուսել է, շարժական է այստեղ կարուսելները, մերում են մի 10 օրով, 2 շաբաթով, նայած, երևի 10 օր։ Ու հիմա հավաքում են արդեն, դեռ ավտոներ չկան կանգնած, այստեղ ամբողջը մեքենաներ են կանգնում, տեսեք արդեն հավաքում են, հիմա մեկ այլ տեղ գնան, այստեղ կարուսելները հիմնականում այդպես է, նայել մեր մեքենան այստեղ կանգնել ամուսնս, ոնց որ երևի մտել է ֆրուտերիա, տեսեք ամենա այս մեծ ավտոների մեջ հավաքում են կարուսելները, թաղամասից թաղամաս են տեղափոխվում, կամ քաղաքից քաղաք։ Հիմա այստեղ սպասեմ միջև կգա, գնացել է դիմացը մրգի, ոստեղ շատ մրգի խանութներ կա, գնացել է այդ խանութներից մեկը, հիմա սպասեմ, այսա կվերադառնա, գիտի որ եկել եմ արդեն։ Իդեպ են օրվա պատվիրածը սականջողն եմ կախել, չգիտեմ սազում է թե չէ, գրեք սազում է թե չէ, ինձ թվում է սազում է, այ ձեր կոմենտներից կիմանամ սազում է թե չէ։ Retiri el tiquet, si us plau. Gràcies. Pot passar. Gràcies.
Ճանապարհին Մերկադոնա հանդիպեց, հիշեցինք, որ հաց չունենք, էլի մի փոքր մանր-մունր առևտուր ունեին, գնումներ ունեին կատարելու։ Մտանք այստեղի Մերկադոնան, տանը ցույց կտամ ինչ գնեցինք։ Ճիշտն ասած, արագ կատարեցին գնումները, այդքան շատ էլ չունեինք բան առնելու, դրա համար չնկարեցի, իմաստ չկար Մերկադոնան 1000 անգամ նկարել եմ։ Հիմա ըստ սովորության, ըստ ավանդույթի, ցույց տամ, թե ինչ ենք գնել։ Ճիշտն ասած, ինչի համար, որ հիմնականում գնացել էինք ու գնացինք, դա հացն էր, այսպիսի հաց ենք գնել, սև հաց է, և սպիտակ հաց, հիմնականում բուտերբրոդների համար ամուսնուց վերցրեց, սա ենք գնել։ Ճիշտն ասած, անընդհատ որոշում եմ, որ ես թխեմ հացը, բայց թթխմոր պատրաստեմ հետոտ, որ թթխմորով անընդհատ չի ստացվում, անընդհատ ինչ-որ մի բան ընկնում եմ մեջտեղ ու հետա ձգում եմ, բայց պետք է երևի պատրաստեմ, մի օր կենտրոնանամ, պատրաստեմ ու արդեն կունենամ թթխմոր ու թթխմորով հաց կթխեմ։ Հավ գնեցինք, այսքանին տվել ենք, չգիտեմ, հետաքրքրվողներ կլինեն, թե չէ, մարդկա ասում է գներն էլ ասեք, բայց հավի գինը ասեմ, որ դուք իմանաք ինչքան է, մեզ մոտ կիլոն 3.25-ը, սա մի կիլո 938 գրամա տվել ենք 6.30, ուրեմն մի բան էլ ասեմ, այստեղ հավը Հայաստանի հավերի նման չի, շատ ահավոր ձևի մազմզուկները, պետքա լավ խանձես, մաքրես, երկար աշխատանք տեղի ունենում, չնայած առանց այն է, որ կաշին չենք օգտագործում, բայց միևնույն է, այսպես էլ կերևա, որ պետքա մի հատ երկար մաքրես այս հավը, որ նոր կարողանաս օգտագործել։ Լոլիկու վարունգ եմ գնել, այս Անահիտ սորտ են, չէ, մեզ մոտ ասում Հայաստանում, այս տիպի լոլիկները համեղ է լինում, վատը չի լինում և վարունգ, մեր այսքան տեղից վարունգ եմ փորձել և շուկայից և համի փոքր էլ կարող է լավը լինի Կարեֆորից, բայց Մերկադոնայի վարունգը ամենահամեղն է մեջներից։ Այստեղ սալյամի տեսակի երշիկ ենք վերցրել, այստեղ ինչ ենք վերցրել, սև պղպեղ, սխտորի փոշի մաղադանոսով, սա եմ վերցրել, բավականին համեղ է ստացվում այս համեմունքը, երբ որ ավելացնում եմ, այստեղ սմբուկ եմ վերցրել, նեխուր եմ վերցրել, ճիշտն ասած ուզում էի, որ տերևներով նեխուրից լիներ, չկար, միայն այս կոթերովն է, չկար այս ձողերով է միայն, և կանաչ վարունգ եմ վերցրել, ամուսինս էլ շուկայից չէ, խանութից մրգի կիվի էր վերցրել, ուզում եմ առավոտյան դետոքս պատրաստել կանաչ մթերքներով, այդ տեսակ մոռացա սպանախ վերցնեի, կանաչ խնձոր, նեխուր, վարունգ կարելի ավելացնել, մաղադանոս, եթե ունեք, կիվի և սպանախներ շատ լավ է լինում, շատ լավ դետոքս առավոտյան, դա եմ պատրաստելու, դրա համար կանաչ խնձոր վերցրեցի, այստեղ մորի,
էլի նորից այս ֆիրման շատ լավն է, շատ համեղալու մերկադոնայում է ստանում ու բավականին երևի ամենահաջողը մերկադոնայի մորին է լինում։ Սա եմ վերցրել, այստեղ այս մրգից, կարծեմ ասեցին մուշմուլը Հայաստանում, ասեց գրել էին Ամերիկայում նոր աշխարհ կոչվում, Հայաստանում մուշմուլա են ասում։ Սա եմ վերցրել։ Այստեղ բավականին խոշոր հապալասներ էր, սև հապալաստա ենք վերցրել։ Մերկադոնայում ստացել էին թուզ։ Այսօր երկու անգամ արդեն տեսնում ենք թուզ, բայց թուզի ժամանակը չի, երևի չգիտեմ հնուց է, բայց մի անգամ արդեն վերցրել ենք, համեղ էր, վատը չէր։ Սա ենք վերցրել։ Ինչքան գիտեմ թուզը աշունն է լինում, եթե չեմ սխալվում իհարկե, կարող եք ինձ ուղղել, եթե սխալվում եմ, ամենայն դեպս մերկադոնայում կար։ Այսքանը մերկադոնայի գնումներն էին, հիմա դուստամ թե շուկայից ինչա գնել։ Ահա, այստեղ կիվի, նայած կիվի սեզոնը չի, բայց դետոքսի համար կիվին շատ լավ է։ Սա Այստեղ խաղող է գնել, խաղողը Իսպանիայում շատ համեղ քաղցր խաղող է լինում, շատ լավն է լինում, այս մեծ սորտը, այս նրանք, շատ համեղ է լինում։ Ես տեսել եմ քիշմիշ, բայց մեր հայկական քիշմիշից այստեղ չեմ տեսել, սպիտակ գույնը կա, բայց այն մեր կարմրաթուշ, չգիտեմ, սիրուն քիշմիշ չեմ տեսել այստեղ հիմնականում այս մեծ խաղողներն են ու շատ քաղցր։ Մեկ էլ այստեղ ծիրանը գնել, ճիշտ ասած, այսպես լավ, այդքան լահաջողել չի եղել, ինչքան ասում կարողացա ընտրեցի, կարմրաթուշ այսպես սիրուն լինում է, որ լրիվ ոչ մի բան վրան չի լինում, գեղեցիկ կարմրաթուշ, բայց որ աչքերդ փակ ուտես, հաստատ չես իմանա, թե ինչ ես ուտում, ինչ միրգ ես ուտում։ Հաստատ ծիրանի համ չի, ամեն ինչի համ կարաս առնես, բացի ծիրանից։ Հիմա այս մեկը մի հատ լվանեմ, փորձեմ, տեսնենք, միասին փորձեմ, տեսնենք քաղցր է թե ոչ։ Հիմա այստեղ ինձ էլ է հետաքրքիր, լավն է թե ոչ, ուրեմն ծիրանը շատ դժվարությամբ բացվեց, մեր ծիրանի նման հեշտությամբ չի բացվում։ Երկրորդը կուտը երբեք չեք կարող ուտել, այնքան դառն է, ես մի անգամ փորձել եմ ու շատ դառն է։ Կուտը դրեցինք մի կողմ։ Հիմա տեսնենք, նայում եք տեսքը կարմրաթուշ, գեղեցիկ, ավելի մեծ ծիրաններ է լինում, իրոք շատ հրաշալի նայում ես, որ շատ սիրուն ծիրան է, բայց ծիրանի համ չի գալիս, հաստատ չի, ամեն ինչի համ կառնես, բացի ծիրանի համից, ես էլ եմ ասում, եթե աչքերով փակ ուտես, չես իմանա, որ ծիրան ես ուտում, մեր հայկական ծիրանը չկա ոչ մի տեղ։ Գիտեք, քաղցրը, բայց վերջում, որ ուտում եք, մի տեսակ քաղցրի ու թթվայնության համ եմ առում, թթվի համ եմ առում, կարծեք թե մի փոքր թթու է վերջում, չգիտեմ ինչ համա, համենայն դեպս ծիրանի համ չի, ու առաջինը կարոտել եմ մեր հայկական ծիրանը, մեկ գիտեք ինչն եմ կարոտել, որ չեմ կերել փոքր խնձորներ, կանաչ խնձորները, չկա այստեղ դա էլ չկա, հուսով եմ այս տարի Աստծո հաջողությամբ կարող է հասնենք ծիրանին, այդ էլ մի գաղտնիք բացել եմ արդեն, կարող է հասնենք, չգիտեմ, պլաններ ունենք, մնաց Աստված իրագործի այդ պլանները, Աստծո օրհնությամբ, մի խոսքով մեր հայկական ծիրանը ոչ մի տեղ ժողովուրդ չկա, չգիտեմ, տեսեք մեզ մոտի եղանակը, մռայլ, բայց մի փոքր քամի է, ունեմ երեք ահավոր շոքեր, այսօր մի քիչ մի փոքր քամի երևի զովացնում է, չգիտեմ, ես մեր պատշգամբում հով է լինում ավելի, բայց որ դուրս ես իջնում հով չի, տոթ է շատ, այստեղ չգիտեմ երևի սկվազդյակ անում ավելի հով է,
Ձեղել մի փոքր էլի բողոք է, տեսեք, առավոտ եմ մաքրել դուրս եկել, սա ամբողջ քամին, տեսեք ինչ է արել, նորից էլի կեղտոտել է, հիմա նորից պետք է մաքրեմ, որովհետև տուն է գալիս։ Այստեղ էլ ուզում եմ ցույց տամ ձեզ իմ օրխիդեաները, տեսեք ինչ էս մեկը դեռ չի բացվել, 3 հատ ունեմ, 2-ը ծաղկել են, 1-ը չէ։ Բայց այս մեկը տեսեք ինչ սիրուն է բացվել, այսպես ծաղկաման ենք դրել, քանի որ կախվում էր, դրել ենք, որ այսպես բարձր լինի ավելի։ Շատ սիրուն է, գույներն էլ է շատ սիրուն։ Այս կողմնակը այս 3-ը բացվել է, մնում է այստեղ կբացվեն։ Իսկ սա դեռ չի բացվել, բայց այս սրանք արդեն գրեթե համարյա թե բացվելու վրա են։ Սիրելիներս, երևի այսքանով վերջացնեմ այսօրվա վլոգը, ձեզ հրաժեշտ եմ, կհանդիպենք մյուս վլոգում և ես ինչպես միշտ ձեզ ասում եմ, մնացեք բարյավ և խաղաղ, սիրում եմ ձեզ բոլորիդ։